Բարև ձեզ, իմ զրուցակիցն այսօր կրոնագետ Հովհաննես Հովհաննիսյանն է։ Բարև ձեզ, Հովհաննես, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Հովհաննես, ապրիլի 12-ին Վատիկանում Սուրբ Պողոս տաճարում տեղի ունեցավ պատարագ նվիրված ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը պատարագ մատուցեց եւ ոգեկոչեց 15 թվականի անմեղ զոհերի հիշատակը։ Սա ինչպես է գնահատում կաթոլիկ աշխարհի առումով աշխարհի համար սա ինչ իրողություն է եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցին ինչ ազդեցություն ունի թե կաթոլիկ աշխարհի, թե միջազգային քաղաքական գործընթացների եւ ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի վրա։ Ուրեմն նախ եւ առաջ պետք է ասել, որ ինքը կաթոլիկ եկեղեցու հովվապետի հայտարարությունը պետք չի դիտարկել միաշերտ հարթության մեջ, այլ ինքը բազմաշերտ հարթություն է։ Նախ առաջին հերթին նրանով, որ Վատիկանը դա ոչ միայն եկեղեցի է, այլ նաև պետություն է։ Դա թեոկրատական պետություն է, կրոնական, ինչը վերջին օրերին, օրինակ Էրդողանի հայտարարությունը եւ թուրքական պաշտոնյաների տարբեր տեսակի հայտարարություններով, նրանք փորձ էին կատարում խնդիրը տեղափոխել կրոնի դաշտ, որ կրոնը չպետք է խառնվի քաղաքական հարցեր, այսինքն սա զուտ մանիպուլյացիոն թուրքական դիվանագիտական քաղաքականություն էր, ինչը կարծում եմ շատ պրիմիտիվ էր այսպես հասկացող համար, որովհետև Վատիկանը ինքը պետություն է եւ դրա համար էլ այնտեղ գոյություն ունեն դեսպաններ եւ իրենց դեսպանին, եթե տեսակ հետ կանչեցին, այսպես դիվանագիտական դեմարշ արեցին։ Նաեւ կարեւոր էր այն տեսանկյունից, որ սա վերաբերում էր ուղղակի Թուրքիային նաեւ։ Ինչու էր սա կարևոր, որովհետև մենք հիշում ենք, որ տարիներ առաջ նախորդ Բենեդիկտոս Պապի ժամանակ Թուրքիայի եվրոպական նկրտումները ինչ որ չափով արգելակվեցին հատկապես Վատիկանի եւ հատկապես Ֆրանսիայի կողմից։ Երկու պետությունները, որոնք այսօր կարելի ասել քիչ թե շատ հստակ դիրքորոշում ունեն հայոց ցեղասպանության հարցում։ Ինչու եւ դրանից հետո Թուրքիան որոշակի իր հայացքը դարձրեց դեպի արևելք։ Չեմ փորձում գնահատել այսօրվա սիրիական դեպքերի տեսանկյունից դա լավ էր թե վատ էր, բայց այնուամենայնիվ Վատիկանում տեղի ունեցած պատարագը դա քաղաքական մեծ իրադարձություն էր։ Ես ավելի շատ որպես քաղաքական իրադարձություն այն կմնութագրեի, քան հոգեվոր արարողակարգային։ Դա մեսիջ էր ուղղված բոլոր աշխարհի բոլոր տերությունների ղեկավարներին եւ հատկապես կաթոլիկ պետությունների ղեկավարներին ուշադրություն դարձնել հայկական իրականության կամ հայկական հայոց պատմության այդ դեպքերի վրա։ Չնայած մյուս կողմից պետք է ասել, որ այսօր կաթոլիկ պետությունները կամ կաթոլիկ աշխարհը ապրում են այսպես կոչված սեկուլարիզացիայի փուլը եւ ասել, որ հոգեվոր առաջնորդի խոսքը այնտեղ կունենա այդպես ուժեղ ազդեցություն պետությունների ղեկավարների վրա, ես այդպիսի բան չէի ասի։ Դա ավելի շատ խորհրդատվական, բարոյահոգեբանական ճնշման ազդեցություն կարող է ունենալ, որովհետև այդ պետությունների շատերը այսօրվա սոցիոլոգիական դիտարկումներով նրանք աշխարհիկ են։ Նույն Ֆրանսիան համարվում է աշխարհի ամենաաշխարհիկ պետություններից մեկը եւ հռչակված աշխարհիկություն կա Ֆրանսիայում լաիսիտե սկզբունքով, որտեղ իրենք պետությունը եւ եկեղեցին հստակ տարանջատված են։ Եվ կաթոլիկ շատ երկրներ, եթե դիտարկենք վերջին շրջանի հատկապես տեսություններ, կտեսնենք, որ դա ուղղակիորեն իրար շահկապված չեն։ Այլ խնդիր է, որ Հռոմի Պապը ինքը բավականին խոշոր ֆիգուր է եւ հատկապես այս Պապը, որը իր այսպես ֆրանցիսկանական ուրեմն շատ ժուշկալ կենսակերպով կարողացավ աշխարհին կենտրոնացնել իր վրա եւ քանի տարի ճանաչվում է աշխարհի ամենահայտնի մարդը եւ իր ազդեցությամբ Հռոմի Պապերը միշտ Forbes ժուրնալի, եթե նայենք ազդեցության գործակիցները եղել են ամենաառաջին հորիզոնականներում։ Եվ հետաքրքրական է հատկապես արձագանքները այս պատարագին հաջորդած դեպքերից հետո, որովհետեւ հատկապես շատ ագրեսիվ եւ սուր արձագանքներ ստացվեցին ոչ թե Թուրքիայից, այլ Ադրբեջանից, ինչը սպասելի էր որոշ առումով, որովհետև նրանք տեսան այստեղ եթե հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը երբևէ լուծվի կամ Թուրքիայի հետ հարաբերությունները երբևէ լավանան, դա ուղղակի կազդի Ադրբեջանի վրա եւ այդ ռեակցիան այդտեղով էր պայմանավորված, չնայած ես կարծում եմ, որ այս պատարագից հետո հարաբերությունները ոչ թե կլավանան, այլ էլ ավելի կսրվեն։ Հովհաննես, ինչով էր պայմանավորված
Ֆրանցիսկոս Պապի հայտարարության մասշտաբայնությունն ու արձագանքները, արդյոք դա իր անձով էր պայմանավորված թե պատարակով, որովհետև 2001 թվականին Սուրբ Հովհաննես Պապը գալով Հայաստան այցելեց Ծիծեռնակաբերդ եւ Գարեգին Բ-ի հետ համատեղ հայտարարություն, Գարեգին II-ի հետ համատեղ հայտարարություն արեցին, դատապարտելով ցեղասպանությունը եւ ճանաչելով ցեղասպանությունը։ Արձագանքները ինչով էին նշանավորվում եւ ինչպես է կարևորում այն հանգամանքը, որ ցեղասպանությունը կարծես առաջի անգամ դիտարկվեց Հոլոքոստի հետ նույն հարթության մեջ։ Նախ եւ առաջ 100-ամյակի կապակցությամբ ել ավելի մեծ ուշադրություն է կենտրոնացված Հայաստանի վրա։ Սա մի իրադարձություն է, որտեղ բոլոր տեղերում պատրաստվում են աշխարհի քիչ թե շատ այսպես տեղյակ մարդիկ գոնե գիտեն, որ նման իրադարձություն է եղել եւ գիտեն, որ այս տարի այդ ամյակն է այսպես լինելու եւ այդ տեսանկյունից նաեւ արձագանքը պայմանավորված էր նորից եմ ասում Թուրքիայի եւ Ադրբեջանի այսպես հիստերիկ պահվածքով, որովհետեւ եթե նրանք այսպես անտեսեին կամ ուշադրություն չդարձնեին, ապա միգուցե մենք չունենայինք այն էֆեկտը, ինչ ունեցանք, բայց ունեցանք այն ինչ ունենք եւ նաեւ Ֆրանցիսկոս Պապի այդ անձնային բնույթի որակների շնորհիվ։ Նաեւ ինչ որտեղ կարելի ասել աշխարհում տարածված այսօր տեղի ունեցող process-ները բերեցին նրան, որ ել ավելի ուշադրություն, որովհետեւ մեր աչքի առջև այսօր աշխարհում տեղի ունեն ցեղասպանություններ։ Այսինքն Սիրիայում տեղի ունեցած դեպքերը, Իրաքում տեղի ունեցած դեպքերը եւ Սիրիայում տեղի ունեցած դեպքերի ուղղակի պատասխանատուն նաեւ Թուրքիան է, որովհետեւ գաղտնիք չէ տարբեր ինֆորմացիոն հոսքերը ցույց են տալիս, որ ուղղակի աջակցություն ISIS-ը ստանում է թուրքական պետությունից եւ դրա հակառակ քրդերի նկատմամբ այդ վերաբերմունքը, որ կա, եւ Թուրքիան ցույց է տալիս, որ ինքը երրորդ ձեռքի միջոցով մշտապես փորձում է իր խնդիրները լուծել եւ խնդիրները լուծել շատ վայրագ ճանապարհով։ Նաեւ դրանով էր պայմանավորված, որովհետեւ աշխարհը վերապրում է այսօր այդ նույն իրադարձությունները։ Իդեպ շատ հետաքրքիր էր, որ մեր հոգևոր հայրերի խոսքում հիշատակվեցին նաեւ այլ ցեղասպանությունները եւ Ռուանդայի ցեղասպանությունը հիշատակվեց, Հոլոքոստը հիշատակվեց, բայց պետք է ասել, որ հայոց խորհրդարանը չի ընդունել որևէ այլ երկրի ցեղասպանություն, չնայած մենք բոլորից պահանջում ենք ընդունել մեր ցեղասպանությունը։ Շատ հետեւողական եւ լավ քայլ կլիներ, եթե նույն հոգևոր հայրերը դիմեին կոչով կամ, չգիտեմ, իրենց ռեսուրսներով եւ օղակներով հայոց խորհրդարանին ճանաչելու նույն Ռուանդայի, նույն Դարֆուրի, նույն Հոլոքոստը ճանաչելու եւ չսպասելու մինչեւ ինչ որ բաներ տեղան, դա եւս լավ, շատ լավ մեսիջ կլիներ ամբողջ աշխարհին 101-ի հետ կապված։ Հովհաննես եւ վերջին հարցը Ֆրանցիսկոս Պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց տիեզերական եկեղեցու վարդապետ։ Սա ինչ է նշանակում կաթոլիկ եկեղեցու համար եւ ինչ նշանակություն ունի առաքելական եկեղեցու համար։ Բավականին հետաքրքիր կերպար է Նարեկացին մեր հայ իրականության, հայ եկեղեցու համար։ Նախ նրա համար է հետաքրքիր, որ նա մեր միստիցիզմի, մեր միստիկական դպրոցի հիմնադիրն է եւ ինչպես բոլոր միստիկները, համարյական բոլոր միստիկները, թե Արևմուտքում, թե Իսլամում, թե Հայաստանում, նրանք չեն սիրվել եկեղեցու կողմից եւ պաշտոնական ինստիտուտները, ինստիտուցիոնալ կառույցները մշտապես հալածել են միստիկներին, որովհետեւ միստիկները ուղղակի կապ են քարոզել Աստծո եւ մարդու միջեւ։ Մինչդեռ եկեղեցին այդ միջնորդ օղակի դերը վերանում է եւ եկեղեցու դերը փաստորեն փոքրանում էր միստիցիզմով եւ այդ պատճառով նաեւ Նարեկացին մեր եկեղեցու կողմից երկար ժամանակ չի ընդունվել եւ հալածվել է Նարեկացին եւ նույնիսկ նրա հիշատակը որպես էպսին, բայց ժողովրդական զանգվածների մեջ մեծ հեղինակություն ունեցել եւ Մատյան Ողբերգությունը որպես Նարեկ ունեցել է բժշկական ազդեցություն եւ նույնիսկ մրցակցության մեջ եղել Աստվածաշնչի հետ։ Նարեկացուն որպես տիեզերական հայր հռչակելը, դա ինչ որ առումով դա նաև մեսիջ էր հայ եկեղեցուն եւ հայերին, որ հետագայում ավելի սերտ համագործակցություն լինի կաթոլիկ եկեղեցու եւ հայ եկեղեցու միջեւ, որովհետեւ երբ որ նայում ենք պատմական այդ կամաց հասունացումը, նաև վերանայելու մեր պատմության էջերը, բարենորոգելու մեր եկեղեցուն, վերանայելու, ընդունելու մեր սխալները նախկինում տեղի ունեցած եւ անդամ դառնալու ամբողջ եկեղեցական գլոբալ կառույցի։
Կարծում եմ սա շատ հետաքրքիր մեսեջ էր, որ պետք է հետագայում լավ վերլուծվի եւ արժևորվի, որովհետեւ ի տարբերություն կաթոլիկ եկեղեցու, հայ եկեղեցին դեռևս իր պատմական էջերի քննություն, թեկուզ սխալների ընդունում դեռևս չի արել։ Իսկ ինչ է նշանակում տիեզերական եկեղեցու վարդապետ։ Տիեզերական դա սրբադասման ձև է։ Տիեզերական բառը դա նույն կաթոլիկ բառն է, կամ համընդհանուր կամ տիեզերական, ամեն եկեղեցի իրեն կոչում է մի անունով։ Մենք առաքելական բացատրությունը պարզել, որովհետև առաքյալների կողմից էին նվել, բայց նույն Հռոմի եկեղեցին էլ առաքյալների կողմից ուղղափառ եկեղեցին է, ուղղափառը կոչվում նաև հայ եկեղեցին կոչվում է արևելյան ուղղափառ եկեղեցի, որովհետև ինքը ուղիղ հավատքին է հետևում, դուք չեք գտնի մի եկեղեցի, որ ուղիղ հավատքի չի հետևում, իսկ կաթոլիկները վերցրել են այսպես համընդհանուր տերմին է, որը նշանակում է, որ իրենք ամբողջ տիեզերական եկեղեցի են, դա բնականաբար չի ընդունվել երկար ժամանակ այլ եկեղեցիների կողմից եւ պատմության մի փուլում այդ վեճերը զուտ տերմինաբանական, դավանաբանական մի կողմ են դրվել, ավելի առաջ են բերվել համագործակցություն, երկխոսություն եկեղեցիների միջև, այսօր տեսնում ենք, որ դավանաբանությունը օրինակ հայ եկեղեցին չնայած ունի դավանաբանական տարբերություններ, բայց համենայն դեպս այդ խնդիրը մի կողմ էր դրված եւ եկեղեցական համագործակցության շունչներ գերիշխում։ Շատ լավ, շնորհակալություն Հովհաննես մեկնաբանությունների համար, շնորհակալություն նաեւ ձեզ, շարունակեք հետեւել Civilnet-ին։